Ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոս արքեպիսկոպոսների քրեական գործը շարունակում է ձեռքից ձեռք անցնել։ Այսօր էլ Էջմիածնի դատարանում դատավորը Սերժ Ռուշանյանը, որին գործը նոր էր մակագրվել, այս պատմությունը քրեական ուղարկեց Երևանի դատարան։ Խնդիրն այն է, որ քննարկման թեմա դարձավ, թե ինչու մեղադրանքում նշված չէ, որտեղ է հատկապես ամենայն հայոց կաթողիկոսը որոշում կայացրել կարգալույց հռչակել Արման Սարոյանին, Գևորգ եպիսկոպոսին։ Եվ քանի որ նշված չէ մեղադրանքում, թե որտեղ է տեղի ունեցել ենթադրյալ հանցանքը, նշանակում է հստակ չէ, որ գործը պիտի քննվեր Էջմիածնի դատարանում։ Ահա այս հիմնավորմամբ դատավորը գործը ուղարկեց Երևան, մի քանի անգամ նշելով, որ ինքը չի հրաժարվում քննել այս գործը։ Ես ամենայն հավանականությամբ ուղարկելու դեպքում հետևեջ բարձրացվի, չեմ պատրաստվում որևէ կերպ աշխատունակության վիճակում գտնվել, չեմ պատրաստվում արձակուրդ վերցնել, չեմ պատրաստվում բուսական ռեսուրսությունից։ Եթե վեճի արդյունքում կլուծվի, որ այս գործը ինձ հանդարտ է, կհանդիպենք հաջորդ դատարանին։ Թե մեղադրող կողմը եւ թե վեհափառի փաստաբանական թիմը դեմ էին, որ այս գործը Երևան գնա։ Մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ, որովհետեւ մենք կարծում ենք, որ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրենությունը, քանի որ Էջմիածին քաղաքում է ընդունվել, ապա գործը պետք է քննվեր այս դատարանում։ Դատավորը այդ կարծիքը չուներ։ Այս գործը կարող է մակագրվել այնպիսի դատավորների, որոնց հանրությունը չի վստահում, օրինակ Մասիս Մելքոնյանին, Կարեն Ֆարխոյանին, Արմինե Մելիքսեցյանին եւ այլոց։ Բոլոր դեպքերում դատավորների տեսակետից տեսնում են, որ դատավորները ինչ որ առումով խնդիր են տեսնում իրենց այս գործը քննելու հարցում։ Հիշենք, որ ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին նիստը 21 օր առաջ էր եւ նույնպես այն տևեց շատ կարճ, քանի որ այդ գործը պետք է քններ դատավոր Հակոբ Մանուկյանը, բայց նա հիմնավորեց, որը իր արտոնագիրը ստացել է Արա Զոհրաբյանից, որը որ այս գործով ամենայն հայոց կաթողիկոսի փաստաբանն է, ներկայացուցիչն է, եւ բացառք հայտնեց, հրաժարվեց գործը քննել եւ այժմ էլ պատմությունը նման է ըստ ամենայն հայոց կաթողիկոսի փաստաբանական թիմի, նրանք կարծում են, որ դատավորները պարզապես չեն ցանկանում քննել այս գործը։ Այսօր նիստը նույնպես շատ երկար չտևեց եւ հասցրեցին քննարկել միայն նիստի անցկացման ձևաչափը, այսպես ասած, դռնբաց թե դռնփակ։ Հարցն այն է, որ այս գործով միակ տուժողը Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, աշխարհի կանոնով Արման Սարոյանը միջնորդեց, որպեսզի նիստը դռնփակը անցկացվի, քանի որ նա պնդեց, թե անվտանգության խնդիր ունի նախորդ նիստում, այսինքն առաջին նիստում սպառնալիքներ են հնչել իր հասցեին։ Շրջապատի մարդիկ ստացել են տարբեր տեսակի սպառնալիքներ։ Այս սպառնալիքների մեջ նաև նշվում է, թե ինքն ինչպես պիտի վարվի։ Առաջին նիստի ժամանակ նույնպես սպառնալիքներ են հնչել։ Մեղադրող կողմը նույնպես աջակցեց տուժողի այս միջնորդությանը, սակայն վեհափառի փաստաբանները պնդեցին, որ գործը հանրային հնչեղություն ունի եւ շատ կարեւոր է, որպեսզի այն լուսաբանվի եւ ի վերջո դատավորը որոշեց, որ գործը կանցկացվի դռնբաց եւ կլուսաբանվի։ Դատական այս երկրորդ նիստին ամենայն հայոց կաթողիկոսը եւ 6 եպիսկոպոս արքեպիսկոպոսները չէին մասնակցում, նրանք այդ մասին նախապես էին տեղեկացրել։ Նիստը ավելի խաղաղ մթնոլորտում անցավ, քան նախորդ առաջին նիստներ, որին մասնակցում էին բարձրաստիճան հոգեվորականները։ Այսօր փոքրիկ միջադեպ գրանցվեց նիստի ամենասկզբում փաստաբան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ մինչ ամենայն մանրամասնությամբ ստուգում են բոլոր փաստաբաններին, խոսքը դատարանի մուտքը հսկող կարգադրիչների մասին է, չեն ստուգվել այս գործով միակ տուժողը եւ նաեւ երկու մեղադրյալները։